Հե փոքր վետի։ Մեկ անգամ եւս կասեք ընտրատարածքը։ Մի հատ կարանք չեն գնանք, մեր հիմա բաները տալիս են, արձանագրությունները, վրանք կնիքը չեն ուզում դնեն։ Հիմա որ ասեն բան այդ, հետո բան այդ, գնանք մի հատ հիմա բան Արաբկիրի թաղապետարան, եթե չբանանեն, կլինի։ Մեծ ճշում կա մեր անձանց վրա, անթուք իրանք պատրաստվել կողմեն ուղղակի գնանք տեղամասից, մետաքսի տեղամասում։ Մենք հիմա այնտեղ շրջիկվում ենք ուղարկում, եթե լրագրող մետաքսի 9-5-ը, եթե հիմա ինչ-որ մեկը լրագրողներից պատրաստ է մեր շրջիկ խմբի հետ գնա այնտեղ, հենց հիմա շարժվում ենք։ Փոքր վեդիում նույն վիճակն է, Ռաֆի Վայսյանը կրել է, հիմա ամեն ինչ անում են, որ վերջում փոխեն, այնտեղ էլ մարդիկ են պահանջվում, մյուս խումբը գնում է փոքր վեդի։ Զանգիս հեռախոսը տակն է։ Լավ գալիս է։ Մտեու լցել են, ասմա հանձնաժողովի անդամը նկատում է լցոնումը չեն տալի արձանագրեն, դուրը թակել են, մտել են ներս, լցել են ու դուրս են եկել։ Լոր մարզում մենք երկու անգամ ավել ձայնում ենք, այս բային մարզպետանից ինձ ես։ Իմ եղբայրս է մարզպետանում, հետ ասեմ ուրեմն այստեղ մենք կրում էինք բացահայտ։ Սկսեցին թակել, ես նստել էի Սերժ Սարգսյանի ձայները հավաքող անդամի կողքին, ես նստել էի իր կողքին ու հավաքում էի Ռաֆի Հովհաննիսյանի ձայները։ Մեր վստահված անձը կանգնած էր Սերժ Սարգսյանի ձայները հավաքող անդամի մյուս կողքից։ Ուրեմն մեր վստահված անձին եկավ մի հատ տղա, էլի հանձնաժողովի անդամներից, ընտրատարածքայինից ներկայացված, խնդրեց որ փոխարինի, խնդրեց որ ինքը նստի տեղ, ասավ կարելի է ընկերոջս կողքին նստեմ, նորմալ էր ընթանում ամեն ինչ, որովհետև լրագրողներ կան ներսում, ամեկ պլյուսից, ու հանկարծ այդ պահին, որ ինքը նստեց, այս դուռը սկսեցին թակել անասնաբար, էլի, ոչ թե թակել, այլ անասնաբար, ջարդել այս դուռը, բնականաբար լրագրողը եւ օպերատորը վազեցին դեպի դուռը վազեցին բոլորը, մենք էլ բնականաբար, որովհետեւ ոչ մեկ չէր սպասում դրան, թեքվեցինք դեպի դուռը, պարզվեց, որ ինչ որ այդ անասնական դուռը ջարդողը ընդամենը անձնագիժն է մոռացել։ Դրա համար չեմ կարծում, որ դուռը ջարդում են, էլի, դրա համար թակում են նորմալ։ Հետո դրանից հետո երբ որ այդ ամեն ինչը հանդարտվեց, վերադարձանք, զգացինք, որ Սերժ Սարգսյանի ձայների կապոցը կրկնակի անգամ ավելացել է։ Ես մեղմ եմ ասում կրկնակի, գուցե նաև եռակի։ Ուրեմն իհարկե նորից հաշվելու ենք, դեռ քվեարկությունը գնում է, ուրեմն դրանից հետո իմ Ժառանգություն կուսակցության վստահված անձը պահանջեց, որ նախագահը տրամադրի արձանագրությունների մատյանը, պահանջեց իր իրավունքի հարգումը, որը մերժվեց լրագրողների ներկայությամբ, դա ֆիքսված կադրեր են, ես դա կարող ապացուցվել։ Մերժումից հետո ես հայտարարեցի, որ պահանջում եմ ներկայացնել, նորից մերժում ստացանք, որից հետո ես պահանջեցի նիստը դադարեցնել քվեախցիկների հաշվարկը, որը նույնպես մերժվեց։ Նախագահը թողեց դուրս եկավ սենյակից ու շարունակում էր գործը հանձնաժողովի անդամներից այլ անդամ, ուրեմն որից հետո ես հասկանալով, որ այլ տարբերակ չկա, ես չեմ կարողանում պաշտպանել իմ ու Ժառանգություն կուսակցության վստահված անձի իրավունքները, ես պահանջեցի, որ արձանագրեն իմ ինքնաբացարկը, որովհետև եթե ես գտնվում եմ ընտրատարածքում, որտեղ բացահայտ հաղթանակ է տանում Ռաֆի Հովհաննիսյանը, բայց հանկարծ ինչ-որ միջադեպի պատճառով էս բան արդեն հաղթանակ է տանում այլ թեկնածու ու ես չեմ կարողանում դա փոխել, ես եկել եմ այստեղ ձայներ պաշտպանելու։ Ես չեմ եկել այստեղ իմ իրավունքը փորձեմ պաշտպանեմ ու որը չստացվի։ Հիմա անկախ ամեն ինչից դու մտնում ես ներս, անկախ ամեն ինչից ու արձանագրություն ես պահանջում ու թող գրեն թե ինչի համար չեն տալիս արձանագրություն։ Հատուկ կարծիքի իրավունքի քո բոլոր իրավունքները քո ներսում իրացնում ես, անկախ ամեն ինչից։ Հիմա դու մի հիասթափվի, դու մտնում ես ներս ու կարևորը հետդ լրագրող կա ներսը, շարունակի ներսում քողովանը, մենք ստեղ ենք։ Մենք ստեղ չենք եթում։ Խնդրում եմ դուք մնաք ստեղ, որովհետև ներսում ընդամենը մի կին արմատ կա, որը Ժառանգություն կուսակցության վստահված անձն է եւ
վերջում ավելացավ լրագրողը։